Երբ որ 18-ին ինքը եկավ իշխանության, ես մի պահ մտքումս եւ որոշ հատարություններ իրեն աջակցել էի մտածելով հետեւյալ իրեն վաղուց եմ ճանաչում, առանձնապես մեծ հույսեր չունեի, որ քանի իշխանությունը ոնց որ առերես խարսխված է ժողովրդի աջակցության վրա, ինքը կարողանա ավելի անկախ քաղաքականություն իրականացնել Ռուսաստանից եւ այլն։ Հիմա ոնց է, ինքը Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ իր իշխանությունը այլևս չունի ժողովրդային աջակցություն, ինքը պետք է դրսի աջակցություն ունենա, դրսի ուժերի աջակցությունն ունենա։ Ինքը մինչև վերջերս հույսը Ռուսաստանի վրա էր, բայց հաստատացավ, որ Ռուսաստանն էլ անգամ իր վերջի ռևերանսներից հետո միևնույնն է չի խափում, հիմա Թուրքիայի վրա։ Այդպես է ինքանում, ինքը սպասում է։ Հետո չպետք է մոռանալ, որ բանը Նիկոլ Փաշինյանը չունի ոչ փորձ, ոչ գիտելիք, հասկանում եք, հիմա ինչու է դա անում որը։ Հիմա պատկերացրեք ինձ մեկը ջութակ կա կամ դաշնամուրի առջև դնի, ասի մի հատ լավ նվագի։ Շատերի համար դա շատ հեշտ է։ Ես չեմ կարող։ Ես չունեմ դրա ոչ աստվածատուր շնորհքը, ոչ փորձը, ոչ ուսումը։ Հիմա այդ մարդը այդ ծեվա։ Եվ ցավոք սրտի այսօր քաղաքական դաշտում լիքը նման մարդիկ կան, որոնք քաղաքական բաժակաճառերի մեջ են, ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք, բայց այստեղ վատը որն է ընդհանրապես 21-րդ դարի քաղաքականության մեջ վատը այն է, եւ մենք տեսնում ենք նաեւ Հայաստանից դուրս էս բանը, այս ամբողջավարական բանը, այսինքն ով որ ավելի լավ շնորհք ունի ժողովրդի սրտի ուզածը բարձրաձայնելու խոստումներ տալու, ժողովուրդը դանել քվե է տալի։ Այս քվեարկության այս համակարգը, որը կա, այստեղ իր մեջ մեծ թերություն ունի, որովհետև այս տեխնոլոգիական հնարավորությունները հնարավորություն են տալի լորդին հանգիստ խափելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, ինչու չես անում, հիմա տեսեք իր առաջ քաղաքականությունը եւ իր հռչակած քաղաքականությունը լրիվ տարբեր են։ Չկա պատասխանատվության պահը։ Հետ կան չի, օրինակ անգամ ՍՍՄ սահմանադրության մեջ պատգամավորների օրինակ հետ կան չի, կետ կար։ Այսինքն որ կարելիներ հնարավորներ կան չէ։ Արևմուտքում այդ կետը չկա շատ հաճախ, բայց այդտեղ պատասխանատվություն կա։ Մենք լսում ենք, որ այսինչը հրաժարական տվեց, չգիտեմ, վարչապետը եկա Բրիտանիայի 3-4 ամիս հետո հրաժարական տվեց, որտեղ ինչ որ բաներ խոստում տվել, որ անել չկարողացավ իրականացնել։ Հաշվետվությունների մեխանիզմ կա, հաշվետվություն։ Հա, այսինքն եւ իր ներկուսակցական նաեւ պատասխանատվության հարցը կա։ Այսօր ԿՊ-ն ինչ է, ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի տնամերձն է։ Ոնց ուզում է վարվում, ո մուզիկա հանի ու մուզիկա նշանակի եւ մենք ունենք կուսակցապետություն Հայաստանում, բայց որը ավելի վատ է, քան ՍՍՄ տարիների կուսակցապետությունը, որտեղ ՍՍՄ տարիներին գոնե Պոլիտբյուրո կա, այդ մի քանի հոգի էին։ Այսօր Պոլիտբյուրոն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են։ Ոնց եղավ, որ հակառուս Նիկոլորից մեր տնտեսական կախվածությունն ավելի շատացավ։ Փոխանակ դիվերսիֆիկացիայի ենթարկվեր ոչ միայն ձեթի, ցորենի, ասենք վառելիքի, այլ նաև այլ ապրանքները, շատ երկրներում կա օրենքով է դա կարգավորվում, ավելի վատացավ եւ դրա համար դա անվտանգության, ընդհանրապես բարենային անվտանգության կարևորագույն հարց է։ Նիկոլ Փաշինյանը առաջի քայլերից մեկը հիշեցնում դա գյուղատնտեսության նախարարության լուծարումն էր։ Այսինքն աշխարհը որ այսօր խնդիր ունի ընդհանրապես սննդի բան, ես կանադայի փորձը գիտեմ, այնտեղ պարբերաբար իշխանությունը վարկավորում է բավականին էժան եւ գնումներ է կատարում ցորենի արտադրության։ Իրանք այդ ցորենի կարիքը չունեն արտանում։ Երբ որ հարց է տալի իշխանությունը, իսկ ինչու է դա ամեն անում, որտեղ ասում են, այս տարի բերքը լավ է, մենք կարիք չունենք, բայց պիտի առնենք, որ ինքը շարունակի ֆերմերը դա անել, հաջորդ տարի կարող է բերքը վատ լինի, բայց մենք ունենանք պայստավոր, այսինքն որպեսզի չհրաժարվի ֆերմերը։ Մեզ մոտ այդ բանը չկա, մենք չենք տեսնում։ Հիմա ձեր ասացի նման խափանվել է այդ ծիրանը, հիմա չգիտեմ ավտոների մեջ ինչ վիճակի է լինելու, սա նշանակում է, որ այսպես շղթայական ձևով իրենք այդ ընկերությունները արտահանող կորցնելու են հսկայական փողեր, չեն կարողանալու գյուղացուն վճարել, դատ ու դատաստաններ սկսելու, գյուղացին չի կարողանալու վարկերը վճարել եւ այլն։ Դրա համար ինչ են պահում իշխանություն ու կառավարություն իրաց աշխատավարձ տալի եւ հենց դրա համար բավոր պիտի կարգավորեն։ Այստեղ ուրիշ հարց է։ Նաեւ Արցախի ժամանակավոր կորուստից հետո չմոռանանք, որ Արցախը բավականին այսպես հատկապես գարի ցորեն եւ այլն ինչ-որ մաս էր կազմում։ Եվ այդ հարցը մեր մոտ ավելի լրջացավ։ Դրա համար իշխանությունները պիտի ինչ-որ քայլեր անեն, չեն անում։ Գիտեք, ավելի շատ
ամբողջ քաղաքականությունը այս իշխանությունի ցուցադրականության մեջ է, ինչ կարելի է, ասենք, ցույց տալ ժողովրդին, բանալ, իրաց մոտ է լավ է ստացվում, PR-ը, բանը եւ այլն, բայց երբ որ մենք նայում ենք նույն օրենքների փոփոխությանը, դա ի վնաս է ժողովրդին, որտեղ փոքր եւ միջին բիզնեսը իրանց վերած օրենքներով շատ ավելի վատ է, ասենք պատկերացրեք հաստատագրված, չէ՞ որ հարկերը փոխվեցին շրջանառու միջոցներով, ինչ է նշանակում գյուղական այդ փոքր խանութը, ասենք շրջանառու, ասենք հարկը տալը, դա նախ այդ ամբողջը մի հսկայական հաշվապահություն է, դա ՀԴՄ-ների համակարգը, որը պիտի ախափան, չգիտեմ, ինտերնետ ու կապի միջոց դեռ 6 ամիս է անցել, ինչ սկսել է գործել դա եւ արդեն արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց մենք հիմա պատրաստելու ենք կլոր սեղաններ գործարարների հետ, աղետալի է վիճակը։ Իհարկե աղետալի է, որտեվ գյուղերում մենք գիտենք, չէ՞, ոնց է այնտեղ շատ բաներ այդ խանութը ապառիկով տալիս է, ասում հերես կգա տարեվերջին խոպանից կփակենք այդ ծևա։ Հիմա երբ որ դու իրեն ստիպում ես ինքը ՀԴՄ-ով այդ ամբողջը ծևակերպի։ Դե ոչ միայն ՀԴՄ-ի հարցն է, այո, դու այո, շրջան, բայց չէ, օրինակ ինքը պետության, այսինքն հարկերը պիտի վճարի մի բանից, որը դե յուրե ծախել է իբր, բայց դե ֆակտո չի ծախել, ինքը այդ փողը պիտի ստանա հետո։ Այո։ Եվ շատ ասածը սենա, որ այս սրանց ասածը ոչ միայն չեն օգնում այդ կայացմանը փոքր ու միջին բիզնեսին, որը սերտորեն կապված է բարենային անվտանգության հետ։ Ի վերջո գյուղն է դա ապահովելու, այլ նաև ընդհակառակ օրենքներ են ընդունում, որը շատ ավելի վատացնում է։ Որ մենք անխափան մատակարարում ենք բանջարեղեն եւ միրգ, որը եւս վիրավորական է, էլի Հայաստանի։ Այո։ Ուրիշ բան չունեինք մենք Ռուսաստան միշտ բանջարեղեն վերամշակված արտադրանքի անխափան մատակարարում։ Այո, բայց եթե համեմատենք նույն Ուզբեկստանի հետ, Ադրբեջանի հետ, շատ ավելի դա քիչ է։ Ամփոփելու բան չունենք, տխուր է վիճակը, պետք է ինչը պետք անել, պարոն։ Ժողովուրդը պետք է մտածի, ժողովրդին հետևություն պիտի անի, այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ իրեն մեղադրում են եւ ճիշտ են մեղադրում, որ դու ինչ անում ես դրա լիազորություն չունես, ասում է 26 թվին դուք կտեսնեք, որ ժողովուրդը ինձանից գոհ է եւ այդ լիազորություններն ունեմ, ես լավ եմ հասկանում, դե ժողովուրդ ցույց տու որ գոհ չես, անգամ փողոց չես դուրս գալի, հասկացանք, բայց ընտրություններին գոնե մի տուր քվեդ այդ մարդուն, այդ մարդը ձեզ առաջին հերթին ձեզ վատություն անում, ինչ չի անում, ես ոչ փոքր բիզնես ունեմ, ոչ էլ մեծ բիզնես ունեմ, ոչ էլ չգիտեմ ինչ բան, դուք եք տուժում, ձեր ապրուստն է, դե լավ չեք մտածում հայրենիքի մասին, այսպես, որտեղ գուցե դե համար դա վերացական է, չգիտեմ, Արցախը, Հայաստանի տարածքները, Թուրքիան, բայց գոնե ձեր օրվա հացի մասին մտածեք։ Այդ հանդիպման ժամանակ հայկական հայ համայնքի հետ Փաշինյանը ասաց, որ նպատակ ունի հանդիպումը մինչ Էրդողանի հետ հանդիպումն էր, նպատակ ունի Էրդողանին հրավիրել այդ 26 թվականին Հայաստանում այդ ֆորումի, եվրոպական ֆորումին մասնակցելու համար։ Հետաքրքիր է այդ մասին խոսք չեղավ իհարկե պաշտոնական լրահոսից, հետաքրքիր է նա իհարկե հրավիրել է, Էրդողանը գալու է թե չի գալու, ինչ եք կարծում։ Դեռ Էրդողանի ողջ մնալու հարցը կա մեկ, դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու հարցը կա 2, եւ երրորդը ցեր մարդիկ ով եկավ, որ վարչապետը եկավ Հունգարիայի վարչապետ Օրբանը եւ եկավ Սլովակիայի վարչապետը, որոնք երկուսն էլ Եվրոմիությունում համարվում են այսպես պուտինական հակա-հայաստանյան ուժեր։ Այսինքն ծախս արեցին, մի քանի միլիոն դոլար փող ծախսեցին, ես որպես հարկատու դեմ եմ այդ հիմարությանը։ Դա հիմարությունը, որ հավաքվում է, ես շփվել եմ այդ մարդկանց հետ, իրանք են եկել շատերի իմ այդ հանդիպման։ Չինաստանից մյուս տեղից բան, իրանք էլ չեն հասկանում, թե ինչի համար են այս ամբողջ ծախսերը անում Հայաստանը, որտեվ հստակ բաներ չկա։ Ուղղակի գիտեք ինչ, որ այս ամբողջը PR է, որ այսքան երկրից մարդերն եկել, սա են արել եւ ձեռդ էլ փող ուտել է, որտեվ այդ բոլոր պատվերները, որ գնում են, սկսած հյուրանոցներից, քեթերինգից, սնունդից, մյուսին, այդ իրանց ընկերությունների միջոցով են այդ անում, այդ ամբողջը։ Հիմա ես ում հարց տամ, այդքան միլիոն ծախսելուց հետո եթե օրինակ գումարը քիչ ծախսվեր, գուցեև կարելի ասել, որտեղ դու ներդրումից ինչ, պետք է հսկայական գումարներ են, ասենք, ինչ հաստատছে Հայաստանը։ Արդյոք որևէ միջազգային
մամուլում դրան մասին անգամ Վարկանիշի բարձրացում։ Ու այդ վարկանիշի բարձրացումը։ Երկու հատ ինձ լուրջ թերթ ցույց տվեք, որ դրա մասին անգամ հոդված են տպել։ Դուք դա անգամ այդ չեք կարողանում կազմակերպել։ Եվ ձեր նշած ուրեմն պաշտոնյաները, որ եկել են, շատերը ասում են դա ոնց որ Ռուսաստանի ներկայությունն էին ապահովել։ Ահա դա էլ վարկանիշի, դատական վարկանիշի անկում է այսօր, բայց գոնե եթե օրինակ համար կարողանային մի քանի լուրջ լրատվականներով ապահովեին ոնց որ ասած դրա լուսաբանումը, որ օրինակ Հայաստանի տեղը իմանային միլիոնավոր մարդիկ եւ այլն, չկա այդ որևէ բանը, ես չգիտեմ ինչ չի պատահել որևէ անդրադարձ, հա ոնց որ ասած իրանք բերել են, իրանք գովացել են, իրենք լսել են եւ այդ ռուսական պահնել որ կա, առավել եւ այս պատական չասացի Հունգարիայի եւ Սլովակիայի վարչապետները, դրանք մարդիկ են, որոնց ներկայությունը ի վնաս Հայաստանի է։ Հիմա ուզում են Էրդողանին բերի, ասենք որ էլի վատ է, որովհետեւ դա հանգեցնում է նրան Հայաստանի վարկի անկում, որտեվ մեզ ընկալում են մի ժողովուրդ, որը արժանապատվություն չունի եւ ուրանում է սեփական պատմությունը, սեփական իրավունքները, ոնց որ ասած օրվա կենցաղային հարցերի համար եւ անվտանգությանը չշփոթել սա, որովհետեւ դա չի բերելու անվտանգության։ Էրդողանն ու Ասադը եղբայրներ են, այդ տոլմա էին ուտում ընտանիքներով, բայց Էրդողանը պահը չկորցրեց, այսօր էլ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում, Ասադն էլ փախել է Մոսկվաները, որևէ մեկը չմտածի, որ այս հանդիպումները բերելու են նրան, որ Էրդողանին զսպեն, Էրդողանին չեն զսպելու։